Հայոց լեզվի դասավանդման ժամանականակը 7-րդ և 8-րդ դասարաններում կրճատել են դարձնելով շաբաթական 2 ժամ, իսկ հայոց եկեղեցու պատմությունը առհասարակ դուրս են թողել դպրոցական ծրագրից, ահազանգում են քաղաքացիները։ Ասում են հայոց լեզվի և գրականության փոխարեն երեխաներին ծանոթացնում են երաժշտություն առարկայում տեղ գտած հայտնի դեմքերի կենսագրությանը։ Եվ սա այն երկրում, որտեղ երեխաները գրեթե անտառաճանաչ են։ Համաշխարհային բանկի տվյալներն են փաստում, տարրական դպրոցն ավարտող երեխաների 35%-ը չի կարողանում կարդալ և հասկանալ պարզ տեքստը, որը եռակի բարձր է տարածաշրջանի ցուցանիշից։ Հայագիտական առարկաների մասով վերջին մի քանի տարիների ոչ միայն պակասել է հայոց լեզվի, այլ մնացած բոլոր հայագիտական առօրինակ հայոց պատմության դասաժամերն էլ կրճատվել վերջին 2-3 տարիների ընթացքում, այլ չասեմ, որ հայոց եկեղեցու պատմություն առարկան հանեցին, բայց իրենք խոսք տվեցին, որ դա ինտեգրվի հայոց պատմության մեջ, այլ չտեսան։ Փորձագետների դիտարկմամբ, չնայած հայոց լեզվի դասաժամերը ուսումնական պլանի պետական բաղադրիչով կրճատել են, այդուհանդերձ դպրոցական բաղադրիչով ցանկության դեպքում հնարավոր է տվյալ առարկայի դասաժամերն ավելացնել։ Այստեղ առաջանում է մեկ ուրիշ խնդիր, որովհետև առաջանում է կոնֆլիկտ տարբեր ուսուցիչների տնօրենի միջև։ Եվ քանի որ տնօրենն է ըստ էության վերջնական որոշումը կայացնողը, շատ դեպքերում դա դառնում է կռվախնձոր, այդ ժամերը որ առարկային տան։ Անգրագիտության մակարդակը ավելի կմեծանա։ Սարսափելի վիճակ է հիմա լեզվի։ 3 երեխայի մեկը չի կարողանում կարդացած տեքստը հասկանալ։ Եվ այդ առարկայի ժամերը քչացնել, դա նշանակում է խրախուսել անգրագիտություն։ Մասնագետներն ասում են, հայոց լեզվի և գրականության դասաժամերի կրճատումը ավելի լուրջ խնդիր է առաջացնելու 9-րդ դասարանի դեպքում, քանի որ առջևում քննաշրջանն է։ Եթե նախարարությունը եւ միջազգային կառույցները գտնում են, որ Հայաստանում նման խնդիրներ կան եւ դրան զուգահեռ փոխանակ իրանք նպաստեն հայոց լեզվի դասաժամերը ավելի արդյունավետ կազմակերպելու դասաժամերը գոնե թողեին նույնը, իրենք հակառակ քաղաքականություն են վարում, այսինքն նախարարությունը արձանագրում է հստակ խնդիր, բայց այդ խնդիրը լուծելուն միտված գործողությունները սխալ է տանում։ Այս փոփոխությունները հատկապես մտահոգիչ են, քանի որ պետական ավարտական քննություններից մեկը հենց հայոց լեզվի թեստն է, որը պահանջում է ոչ միայն ուղղագրական և քերականական հմտություններ, այլ նաև ընթերցածի ըմբռնում։ Մասնագետների պնդմամբ կրթական համակարգում կատարվող փոփոխությունները վտանգավոր են և տանելու են մեր ինքնության աղավաղմանը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։